Խաչատրյան, շատերի մոտ կա այն մտայնությունը, որ օրինակ, եթե իրենք շաբաթվա ընթացքում քնում են ընդամենը 4-5 ժամ, մտածում են, թե շուտով կգան հանգստյան օրերը եւ ես բոլ-բոլ կքնեմ, ինչպես իրենք են ասում։ Սա արդյոք հարցի լուծում է, թե ինքնախապեյություն է։ Միանշանակ երևի թե ինքնախապեյություն, եթե ընտրենք, ինչու, որովհետեւ գլխավոր կետերից մեկն է նախ քնիգիենայի մեջ առաջիններից մեկը, որ ասում ենք պահպանել ռեգուլյար քնելու եւ արտանալու ժամեր ու չնայել դա շաբաթվա վերջ է, տոնական օր է, թե արձակուրդ է։ Դա իհարկե հեշտ գործ չի, բայց շատերը փորձում են դա անել, պետք է խոստովանել, որ այդ հարցը նաեւ հենց սոմնոլոգիայում շատերին մասնագետներին տանջում էր եւ կան հետազոտություններ, իհարկե շատ չեն, բայց մարդիկ անդրադարձել են նաեւ այդ հատվածում են արել հետազոտություններ եւ պարզվել է, որ ոչ, եթե որոշ այդ վատ քնած մարկերներ ուսումնասիրես, կտեսնես, որ միայն weekend-ին այդ լրացման հաշվին չես կարող հասնել նրան, որ լիովին վերականգնվեն այն կորցրած այդ հնարավորությունները, որոնք տալիս է մեր օրգանիզմը։ Հետևաբար պետք է միանշանակ ձգտել նույնիսկ աշխատանքային ուսումնական օրերին այնպես դասավորել, դա պլանավորում է պահանջում, այսինքն նախապես արդեն երեկոյից սկսած այդ պլանավորումը պետք է լինի։